Այսինքն ազգային պետությունը իրականում հենց նրա համար է ստեղծված, որ դու ապրես լավ, ապահով, տաք, երջանիկ, ոչ սոված։ Այսինքն հիմա բոլորն են ձգտում ազգային պետություն։ Իհարկե, եւ դրա համար աճը շատ ուժեղ է ազգայնական տրամադրությունը։ Իսկ իրենք մի հատ ինչ որ հորինել են հակագիտական, ել չեմ ասում հակաբարոյական մի կոնցեպտ, որտեղ լավ ապրելը ինչ որ իրանց երևակայած լավ ապրելը հակասում է ազգայինի։ Մինչդեռ մենք էլ ընկած ասում ենք չէ ազգայինը կարևոր է, բայց չենք ասում որ ազգայինը միակ ձևն է հենց լավ ապրելու։ Այսինքն դու կարաս երջանիկ լինես, բանկային հաշիվներդ ապահով լինեն, կարողանաս կուտակես կապիտալ, կարողանաս տունդ վերանորոգես, ոչ թե այն դեպքում, երբ որ դու ենթարկվես թուրքերին, այլ դու կարող ես դա անել միայն այն պարագայում, երբ որ ունես ազգային ուժեղ պետություն։ Տենցիներ բոլոր պետությունները կուզեին պարտվել։ Այդ երբ որ ձեր հիշատակած մեջբերումը որ չէ, դե ֆակտո վարչախմբի պարագլուխն ասում է բանը, մենք հիմա ոնց անկախ ենք ավելի, չէ, տարածք գործներով, տենց լինի, այս աշխարհում պատերազմ չէ լինի։ Եթե պատերազմը եւ հող կորցնելը դա անկախության խորհրդանիշ է, ուրեմն բոլորը կզգտեին պարտվել։ Բոլորը, բայց բոլորը նորմալ մարդիկ հասկանում են, չէ, որ դու պայքարում ես, պատերազմում ես, որ հաղթես, այլ ոչ թե պարտվես։